Հայաստանի Հանրապետության նորընտիր ազգային ժողովի մեկնարկային նիստը զերծ չմնաց լարվածությունից եւ քաղաքական հակասություններից։ Չնայած հնչող հայտարարություններին, կառուցողական քննարկումների մասին ու պրոդուկտիվ աշխատանքին, խորհրդարանի առաջին իսկ նիստում շարունակվում էին փոխադարձ մեղադրանքները, լեգիտիմության վերաբերյալ վեճերն ու սուր ռետորաբանությունը։ Այդ դեֆիցիտը, լեգիտիմության դեֆիցիտը միայն խորացել է այն բանի բերումով, որ հիմա այստեղ պետք է նստածներ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Բարգավաճ Հայաստանին ձայն են տվել մոտ 60,000 մեր հայրենակիցներ։ Դուք ուղղակի ոտատակ եք տվել մեր հայրենակիցների քվեն եւ մոտեցումը, իրենց քաղաքական դիրքորոշումը։ Այստեղ Բարգավաճ Հայաստանը պետք է լիներ եւ դուք կերել եք իրենց ձայները։ Այդ դրանով նաեւ դուք լեգիտիմ չեք։ Ի պատասխան ընդդիմության քննադատությանը իշխանական թևի ներկայացուցիչները իջեցին նախկինում տեղի ունեցած ընտրական զեղծարարությունները եւ հանդես եկան խիստ հուզական ու կոշտ որակավորումներով, անդրադառնալով նաեւ ենթադրյալ ընտրակաշառքների մասին ձայնագրություններին։ Ընտրակաշառք բաժանողը շանտղա է, շանտղություն ընտրակաշառք բաժանողը։ Ընդ որում ընտրակեղծիկ անողն էլ, այո։ Չգիտեմ, շանտղություն ինչն եք համարում, ու կխնդրեմ շներին մի կողմ դնել, որպես շուն պահող մարդ եմ ասում, այդ զազրելի արարքը շների հետ կապված որևէ կերպ մի ասոցացրեք, հա։ Բայց կսպասենք մեղադրական եզրակացություններին։ Այսպիսով առաջին նիստը ցույց տվեց, որ չնայած քաղաքական մշակույթը փոխելու եւ վիրավորանքներից զերծ մնալու կոչերին, խորհրդարանական ուժերի միջև առկա անդունդը դեռևս խորն է, իսկ օրակարգը շարունակում է հագեցած մնալ անցյալի ու ներկայի փոխադարձ մեղադրանքներով։ Սկսենք տերոնական աղոթքով ոտնկայս։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր Ազգային ժողովի առաջին նիստում Հայաստանի Հանրապետության անկախ պատմության մեջ առաջին անգամ ներկա չէր ամենայն հայոց կաթողիկոսը, ինչը դարձավ բուռն քննարկումների առիթ։ Նիստի սկզբում ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորները բարձրաձայնեցին այդ մասին, հարց բարձրացնելով հոգևոր առաջնորդի բացակայության վերաբերյալ։ Որտեղ է հայոց հայրապետը։ Որտեղ է վեհապար հայրապետը։ Ի պատասխան հնչած մտահոգություններին ԿՊԱ-ական падգամավոր Տարոն Չախոյանը հակադարձեց։ Ո՞ր վեհապարի մասին է խոսքը։ Դու չի նախ դուքա պարոն Կարապետյան դուքա ձեզ համար։ Ով է ձեր վեհապարը։ Կտրիշ Ներսիսյանը։ Մի րոպե։ Կտրիշ Ներսիսյանը։ Ժողովուրդ լռեք։ Ներսիսյանին։ Կտրիշ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ որտեղ ինքը կա։ Այն Կտրիշ Ներսիսյանին հուսակրոնության պատգամավորներ։ Կտրիշ Ներսիսյանին փնտրեք իրենց զավակների մոտ։ Նման մթնոլորտում քաղաքական էթիկայի եւ պատշաճ հաղորդակցության նորմերը հաճախ մղվում են երկրորդ պլան, ստորադասվելով փոխադարձ կաղապարված մեղադրանքներին։ Համակերպեք այդ մտքերը։ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվել է վարչապետ։ Իրավականորեն ամրագրելով խորհրդարանական մեծամասնության քաղաքական որոշումը։ Այս որոշմամբ պաշտոնապես մեկնարկում է կառավարության կազմի ձևավորումը, իսկ գործադիրի համար հրատապ խնդիր է մնում խորհրդարանական բանավեճի մշակույթը փոխելու վերաբերյալ խոսումների իրագործումը։ Արարողակարգային հայտարարություններում թեև ընդգծվում էր կայունության ապահովման անհրաժեշտությունը, այդուհանդերձ իր ելույթում վարչապետն ինքն է անդրադառնում 2018 թվականից ի վեր անցած ուղու անկանխատեսելիությունը։ Պիտի անկեղծ ասեմ 2018 թվականին, երբ ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխության արդյունքում ստանձնեցի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, դժվար կլիներ կանխատեսել, որ մենք անցնելու ենք այսպիսի ճանապարհով եւ կարծում եմ, որ դժվար կլիներ կանխատեսել, որ մենք ի վիճակի ենք լինելու այս ճանապարհը հաղթահարել։ Ոնց որ պարոն Ռուբինյանի հետ քննարկման արդյունքում այս անգամ նման որոշում։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավոր Էդգար Ղազարյանը ազգային ժողովի նիստի ընթացքում հայտարարել է լռության րոպե ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների։ Ուժեղ Հայաստան դաշինքի անդամը հայտարարել է, որ բարոյական նորմերի կոպտագույն խախտում է տեղի ունեցել։ Նիստը վարող Կնյաս Հասանովը չի հայտարարել լռության րոպե, ուստի ինքն է դա անում։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ազատության, անկախության, հայրենիքի պաշտպանության, բոլոր պատերազմներում, բոլոր մարտական գործողությունների ժամանակ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության բոլոր դրվագներում զոհված զինվորների, գեներալների, սպաների,
երկրապահ կամավորականների, աշխարհազորայինների հիշատակի համար 9-րդ գումարման Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում հայտարարվում է լռության րոպե։ Որքան էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները տեղերից արձագանքել են, թե նա չի կարող նման բան անել, բոլոր падգամավորները, այդ թվում ՔՊԱ-ականները, ոտքի են կանգնել։ Շնորհակալություն։ Համաշխարհային Մարիոտ Բոնվոյ հյուրանոցային ցանցը չեղարկել է դեպի Շուշի եւ Ստեփանակերտ 14-ժամյա զբոսաշրջային տուրերի իր առաջարկը։ Որոշումը կայացվել է Հայդատի հանձնախմբերի եւ այլ հայկական կառույցների կազմակերպած գլոբալ բողոքի եւ ճշմարտ արդյունքում, ինչից հետո գովազդը ամբողջությամբ հեռացվել է ընկերության պաշտոնական կայքից։ Ըստ Ամերիկայի Հայդատի հանձնախմբի, զբոսաշրջային այդ փաթեթի նկարագրության մեջ լռության էր մատնված Արցախի հայկական պատմությունը, որևէ հիշատակում չի եղել իրականացված էթնիկ զտումների եւ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի դեմ նախատեսված ռազմական հարձակումը։ Ըստ նրա, Իրանն ու Մերձավոր Արևելքի այլ երկրներ խնդրել են հետաձգել հարվածը, քանի որ կողմերը եկել են համաձայնության առանցքային հարցերի շուրջ։ Որոշվել է բացել Հորմուզի նեղուցը եւ վերացնել Իրանի միջուկային սպառնալիքը։ Սակայն Իրանի բանակցային թիմի ֆարս գործակալության աղբյուրը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը։ Այս ամենի ֆոնին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսով զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Արաղչին գործընկերների հետ քննարկել է ԱՄՆ-ի ագրեսիվ եւ ապակայունացնող գործողությունների հնարավոր հետևանքները տարածաշրջանային անվտանգության համար։ Նա խիստ նախազգուշացրել է, որ Իրանը լիովին պատրաստ է պաշտպանելու իր ազգային ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը եւ վճռականորեն կարձագանքի ցանկացած սադրանքի։ Ուկրաինական անօթաչուները հարվածել են Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող Վալբերիձի պահեստին։ Այն զբաղեցրել է մոտ 179,000 քառակուսի մետր տարածք։ Ըստ մարզպետի եւ Վալբերիզ ընկերության պաշտոնական հայտարարության, զոհեր եւ վիրավորներ չկան։ ԱԹՍ-ների վտանգի ազդանշանի շնորհիվ անձնակազմը ժամանակին տարհանվել է։ Սրան զուգահեռ Ռուսաստանը Կիևի մերձակայքում մեկ օրում 2 անգամ հարձակվել է Ուկրաինայի խոշորագույն Ռոզետկա ինտերնետ խանութի պահեստի վրա։ 1 մարդ զոհվել է, 7-ը վիրավորվել։ Բացի այդ, Խարկովի արվարձանում առավոտյան հարձակման է ենթարկվել Նովայա Փոստա տերմինալը։ Բռնկվել են բեռնատար ավտոմեքենաներ, կոնտեյներներ եւ սարքավորումներ, հայտնել է նահանգապետը։ Սանկտ Պետերբուրգում օդադեսանտային զորքերի օրվա առթիվ անհայտ անձը օդապարիկով ցատկել է բնակելի համալիրի բազմահարկ շենքի տանիքից։ Ականատեսների վկայությամբ տղամարդը անվնաս վայրեջք է կատարել մոտակա հրապարակի շատրվանի մոտ։ ԱՄՆ-ի Այդահո նահանգի արագ սննդի ռեստորանում հրաձգության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 7 մարդ։ Ըստ Associated Press-ի վիրավորներից մի քանիսը ստացել են լուրջ վնասվածքներ։ Նրանց վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Դեպքի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Ինդոնեզիայի Մադուրա կղզի ափերի մոտ խոշոր հրդեհ է բռնկվել Սուրաբայայից Մակասար ուղևորվող լասանավում։ Այնտեղ եղել է շուրջ 250 մարդ։ Ըստ Reuters գործակալության ողբերգության հետևանքով հաստատվել է 5 մարդու մահ, 41 ուղևոր այս պահին համարվում է անհետ կորած, 225-ին հաջողվել է փրկել։ Չինաստանի Սիչուան նահանգում 65,000 մարդ է տարհանվել ուժեղ անձրևների պատճառով։ Ցեխաջրերը կաթվածահար են արել երթևեկությունը, լցվել են շուկաներ եւ խանութներ։ Եղանակային վատ պայմանների հետևանքով վնասվել են տասնյակ մեքենաներ եւ տների տանիքներ։
Արդեն մի քանի օր է իսպանական Սեուտա քաղաքում շարունակվում է միգրացիոն աննախադեպ ճգնաժամը։ Ուժային կառույցները թաղամաս շարունակում են փնտրել քաղաքում թաքնված հազարավոր մարոկացիներին։ Ըստ շրջանառվող լուրերի արդեն 48300 մարոկացի վերադարձել է հայրենիք։ Միգրանտների զանգվածային հետադարձի հիմնական պատճառը հաղորդվող տվյալների համաձայն ոչ թե ոստիկանության ճնշումն է, այլ ծովում առնվազն 67 մարդու մահվան ականատես լինելուց ստացած հոգեբանական ցնցումը։ Իրական պատկերը սակայն հեռու է հանգիստ լինելուց, քանի որ քաղաքում դեռևս թաքնվում են մեծաթիվ ապօրինի միգրանտներ, իսկ հարևան քաղաքներում սահմանային անցակետերն արդեն սահմանափակվել են նոր ներխուժման փորձերի պատճառով։